Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ հարազնացրել ենք հետևյալ լուրերը։ Կառավարության երեկվա նիստից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը Չուլանի հետ էր համեմատել եկեղեցիները, այսօր առավոտվանից Facebook-ում եկեղեցականներին ուղղված հայոյախառն գրառումներ է կատարել, որոնցում նաև սեռական բնույթի բառամթերք է տեղ գտել։ Ելնելով լրագրողական էթիկայից, Փաշինյանի առաջին գրառումը չենք մեջբերի, սակայն այն կարող եք տեսնել ձեր էկրաններին։ Այս գրառումից րոպեներ անց Փաշինյանի երկրորդ գրառումն է կատարել, մասնավորապես նշելով. Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը հարց է բարձրացրել. իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա որն է բարոյապես ավելի ազնիվ, կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը, տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Թե ինչն է նման գրառումների շարժառիթը հստակ չէ, սակայն կառավարության ղեկավարը մեկ այլ գրառմամբ հիշեցրել է շաբաթներ առաջ համացանցում քննարկվող մի թեմա, որը վերաբերում էր իր ամուսնական կարգավիճակին։ Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի հուզում, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանն անդրադարձել է Փաշինյանի վիրավորական գրառումներին եւ պնդել. իրենք խուլիգան են, փողոցային են եւ այնտեղ էլ մնացել են։ Ես դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ սրանք փողոցից տուն չեկան եւ չեմ պատկերացնում իրենք ովքեր են, ինչ պաշտոններ ունեն, ինչպիսի վարքագիծ կենցաղավարություն պետք է ունենան։ Դա մնացել է, ոչ մի բան չի փոխվել։ 168 AM-ին տված հարցազրույցում նշել է Գալստանյանը, ընդգծելով, որ եկեղեցու նկատմամբ թե վերաբերմունքը, թե հարձակումը նոր չեն, Սրբազանը նկատեց զարհուրելի է կրթվելը նորաձև համարող երկրի ղեկավարի եւ նրա տիկնոջ արտահայտությունների կերպը, որ այսօր այսպիսի օրինակ են ծառայում։ Իրենց վարքագիծը պետք է լինի ամենաօրինակելին, ամենաբարձրը։ Թիրախ դարձնել եկեղեցին դա նշանակում է ուղղակիորեն այլևս սպառվել են բոլոր հնարավոր տարբերակներով իրենց համակիրների քիմքին հաճելի լինելու հանգամանքը եւ նաեւ փորձում են այս ճանապարհով հասնելու դրան։ Ես ուրիշ մեկնաբանություն չեմ կարող տալ, միշտ ասել եմ իրենք խուլիգան են, փողոցային են եւ այնտեղ էլ մնացել են, նշել է նա։ Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանատան իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել։ Այս մասին հայտնում է այսօր AM-ը։ Դեսպանատուն հրավիրված քաղաքացիները տեղեկացրել են, որ իրենց մուտքն արգելել են, տեղեկացնելով, որ այսօր չեն աշխատում, քանի որ ներսում իրավապահ մարմիններն ինչ որ գործողություններ են անում։ Թեմայի վերաբերյալ Հունաստանի դեսպանատնից չի հաջողվել պարզաբանում ստանալ, իսկ ազգային անվտանգության ծառայությունից եւ քննչական կոմիտեից հայտնել են, որ որևէ գործողություն դեսպանատանը չեն կատարել։ Նշենք, որ մայիսի 19-ին ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտել եւ կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը, որը իրականացվել էր Հունաստանի Հանրապետության դեսպանատան միջոցով։ Քպական պատգամավորները պաշտպանում են եկեղեցականների դեմ Նիկոլ Փաշինյանի հայոյախառն գրառումները։ Երբ լրագրողը մեջբերեց Փաշինյանի գրառումը եւ քպական պատգամավորներին հարցրեց, թե այդ բառապաշարն ու գործելավոճը ըստ նրանց ինչքանով է համահունչ կրթվելը նորաձև է շարժմանը, կառավարող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց. այսպիսի հարց պետք է հնչեցնեմ, որ այսինքն կարելի լինել կուսակրոն եւ այլասերված եւ դա նորմալ է, բայց երբ որ դրա մասին խոսում ենք, դա նորմալ չէ։ Մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք քաղաքական խոսույքին եւ խոսույքին առհասարակ։ Այո, կարող են լինել նաեւ նման սուր արտահայտություններ եւ որակումներ, եւ ես էլ կտամ այդ որակումը նման սրբապիղծ եկեղեցականներին։ ՔՊԱԿ-ը նաև զգուշացրեց, թիրախավորելու եւ անուն առանուն հրապարակելու են բոլոր իր բնորոշմամբ սրբապիղծներին։ Թե եկեղեցական, թե եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք հերթով անուն առ անուն։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համարում է, որ իշխանությունները հարձակում են սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ վարչապետի գրառումն ըստ Խաչատրյանի խուլիգանություն է, որով պետք է զբաղվեն իրավապահները։ Պարզ խուլիգանություն է նման ոճի գրառումը երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ, կրթող եւ կրթվող մարդը չի կարող իջնել զազրախոսության, խոհանոցային բամբասանքի այդ մակարդակին։ Առնվազն իր քաղաքական ուժը, իր կուսակիցները պետք է նման վարքագիծը քննարկման առարկա դարձնեն, առնվազն։ Եվ դրանից բացի իրավապահ մարմինները, որոնք շատ ավելի մեղմ գրառումների հետևից գնում են, քրեական գործեր են հարուցում եւ մարդկանց նույնիսկ ազատությունից են զրկում, նաեւ նրանք անելու բան ունեն, ինչպես նաեւ մեր հայրենակիցները, որոնք փողոցում կամ քվեատուփի առջև որոշում կայացնելիս նաեւ սա պետք է հիշեն, հայտարարեց Խաչատրյանը։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի այլ համակիրների վրա այս գրառումն ամեն դեպքում ազդեցություն կունենա։
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այս մասին այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Իրենք միտված են անել ամեն ինչ Ադրբեջանին սպիտակեցնելու համար, էլ ինչու են տանջվում մամուլի հաղորդագրություններ գրում, թող ուղղակի շեյր անեն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները, ասաց Մամիջանյանը։ Նա հիշեցնում է, որ էսկալացիայի վտանգի մասին վերջին օրերին խոսել են նաև երկու գերտերությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Պատգամավորը նկատում է, որ սահմանային տեղաշարժերի մասին ստույգ տեղեկություններ ունենալ չի կարող, սակայն միջազգային տարբեր կառույցների, գերտերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է, թե որքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մամիջանյանը չի բացառում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է գաղտնի պայմանավորվածություն ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ էսկալացիա իրականացնել հայ ժողովրդին վախեցնելու համար։ Նրա խոսքով Փաշինյանի տրամաբանությամբ պատերազմ չի լինելու, որովհետև ինքը պատրաստ է ամեն ինչ զիջել։ Հունիսի 2-ից 3-ը Գորիսում տեղի է ունենալու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը։ Հերթական 5-րդ համաժողովի անցկացման վայր են տրվել Գորիս քաղաքը, հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն եւ օրինակելի համագործակցությունը, ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։ Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետեր, մարզային պատվիրակություններ, խորհրդականներ, ներառյալ Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն եւ Ժիլբեր Լյուկ Տվինազը։ Ֆրանսիայի Օվերն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը փոխանցում է արտաքին գործերի նախարարության լրատվականը։ Նշենք, որ երկուշաբթի օրը Գորիսում նաև բացվելու է Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակ, պատվո հյուպատոսը Կարմեն Ափունցն է։ Նիկոլ Փաշինյանը մարտին կայացած դիմընտրություններից հետո առաջին անգամ Գյումրիում էր, սակայն ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը կառավարության ղեկավարին դիմավորողների շարքում չկար։ Այս կապակցությամբ երեք մամուլը գրել էր, որ Փաշինյանը հատուկ հրահանգել է, որ Ղուկասյանը չլինի դիմավորողների շարքերում։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը նախ զարմացավ, որ Փաշինյանը Գյումրիում է, հետո էլ պնդեց տեղյակ չէ, հրավերել չի ստացել։ Մենք տեղյակ չէինք, որ Գյումրիում է, մեզ ոչ ոք ոչ մի բան չի ուղարկել։ Դիտարկմանը, որ Շիրակի մարզի մյուս համայնքներում Արթիկում, Ախուրյանում քպական համայնքապետերն էին դիմավորում Փաշինյանին, Ղուկասյանը հակադարձեց։ Հիմա իրանք այդպես են մտածում, այդ մարդիկ խիստ կուսակցական են, ես ինչ կարող եմ անել։ Գյումրիի քաղաքապետը ինչպես ընտրություններից առաջ ու հետո հիմա էլ է պնդում, որ սուբորդինացիան կպահի, հրավիրեն անպայման կգնա։ Ասել ենք, երբ հրավիրեցին, մենք ի պաշտոն է կմասնակցենք, եթե չեն հրավիրում, մենք որպես ինչ ենք գնալու, ընդգծեց նա։ Շամշյան.com-ի փոխանցմամբ մայիսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 15:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում ավտոմեքենայի այրվում։ Մինչ հրշեջների ժամանումը Մերսեդես Մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Բարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենան վարելիս է եղել Երևանի բնակիչ 51-ամյա Մհերման, թե ինչն է եղել հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Մայիսի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Մայիսի 29-ն է Երևան Շենգավիթ վարչական շրջան, դեռևս անայդ հանգամանքներում Կիա Մակնիշի ավտոմեքենան Մանանձյան Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթ է ենթարկել 3 հետիոտի, ապա առաջ ընթանալով բախվել Opel Մակնիշի ավտոմեքենային։ Վրաերթի ենթարկված 3 հետիոտները, ովքեր անչափահասներ են, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Այս բանի բարեկները սահմանազատել են տարածքը իմ տեղեկություններով, Կիայի վարորդի անվտանգությունից ելնելով գումարտակի հրամանատարի հանձնարարականով վարորդին տեղափոխել են վթարի վայրից մի քիչ հեռավորության վրա եւ նա գտնում է բարեկային ծառայողների ավտոմեքենայում։ Դեպքի վայր է ժամանել նաեւ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։